Եթե հաղթեց ընտրակեղծիքը, եթե հաղթեց ընտրակաշառքը, այս երկրում ոչ մի դրական փոփոխություն չի կարող լինել։ Դա նպաստելու է արտագաղթի աճին, դա էլ ավելի է խորացնելու է հուսալքությունը, դա վտանգելու է մեր երկրի, մեր երեխաների ապագան։ Ուրեմն ապրիլի 2-ին պետք է մերժենք ընտրակեղծիքը, մերժենք ընտրակաշառքը, մերժենք այն ուժերին, որ երկիրը հասցրել են այս վիճակի։ Երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, դա չի նշանակում խաղաղություն ամեն գնով։ Անհրաժեշտության դեպքում իհարկե մենք պետք է նաև ի վիճակի լինենք պարտադրել խաղաղություն։ Եվ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ ռազմական ճանապարհով հարցի լուծում չկա։ Խաղաղության հաստատումը կնպաստի մեր երկրի զարգացմանը, նոր հեռանկարներ կբացի մեր երկրի առաջ։ Բայց սա չի նշանակում, որ եթե չկա խաղաղություն, այս վիճակը կարող ենք արդարացնել Ղարաբաղյան հակամարտությամբ կամ այլ արտաքին գործոններով։ Դրանք իհարկե ազդում են, բայց արդարացնել այս վիճակը չի կարելի միայն արտաքին գործոններով։ Այս վիճակին հասցրել են կոնկրետ քաղաքական ուժեր, կոնկրետ մարդիկ։ Եվ սրա համար պետք է պատասխան տան։ Դաշինքը հետամուտ է լինելու երկրում կարգ ու կանոնի հաստատմանը, օրինականության հաստատմանը։ Թալանված միջոցները պետք է վերադարձվեն բյուջե եւ սա ոչ մի կապ չունի կուլակաթափության հետ։ Կուլակաթափության ենթարկել է ժողովրդի խոսքը գնում է օրինականության հաստատման մասին եւ մինչեւ մենք չլուծենք մեր ներքին խնդիրները, չհասկացնենք նորմալ ընտրություններ, արմատախիլանենք այս թալանը, կոռուպցիան, վերացնենք այս սոցիալական շերտավորումը, այս վտանգավոր, այս խայտառակ չափերի հասնող սոցիալական բևեռացումը, այս հարցերը պետք է լուծենք, սրանք առաջնահերթ խնդիրներ են։ Եվ երասում են ես ասեցի, լոզունգ են դարձել, պետք է ուժեղ Հայաստան, որ լուծենք Արցախի հարցը։ Եվ ուժեղացրեք Հայաստանը։ Ձեր քաղաքականության արդյունքը պատկերը հետևյալն է. 60-ից 60-70% աղքատություն, 6 միլիարդի հասնող արտաքին պարտք, գործազրկության աճ, ահագնացող արտագաղթ, տարեկան 50,000 մարդ լքում է մեր երկիրը, սեն ուժեղացնում։ Եվ ես կրկնում եմ, սա չի կարելի արդարացնել արտաքին գործոններով։ Կոնկրետ մարդիկ, կոնկրետ քաղաքական ուժեր են պատասխանատու այս վիճակի համար։ Ուրեմն մենք պետք է հետևություններ անենք եւ ապրիլի 2-ին կատարենք գիտակցված ընտրություն։ Մեր երկիրը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած, շատ լուրջ, չափազանց լուրջ, լրջագույն մարտահրավերների։ Եվ խորհրդարանում պետք է ներկայացված լինեն գրագետ, ազնիվ, պետական մտածելակերպ, այս երկրի ժողովրդի նկատմամբ պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ։ Այս հարցը մենք պետք է լուծենք եւ կարող ենք լուծել ապրիլի 2-ին։ Ես կոչ եմ անում մասնակցել ապրիլի 2-ը։ Հնարավորություն է տալիս փոխելու իրավիճակը։ Մենք դա պետք է միասին անենք եւ նախադիալներ ստեղծենք մեր երկրի զարգացման համար։ Շնորհակալություն։